Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 23-ի համար բոլոր տարվա ծնված նշանների համար։ Եվ գնայինք նոր քարտերով, նշանակությունները ամբողջությամբ դեռ անգիր չգիտեմ, ընթացքում կնայեմ, միգուցե դրա համար տեսանյութը երկարի, բայց ինձ թվում է նաև հետաքրքիր կլինի մեկ այլ քարտերով, մեկ այլ տեսքով նայել, որովհետև մշտապես նույն քարտերը ձանձրալի են, օրինակ ինձ համար միշտ նույն բանը ձանձրալի է։ Չգիտեմ ձեզ համար ինչպես։ Ես ինքս էլ ձանձրանում եմ միշտ նույն բաները անելուց, չեմ սիրում անընդհատ նույն բաները կրկնել ու կրկնել։ Դրա համար ինձ թվում է նաև այստեղ ձեզ համար այս նոր քարտերը ավելի հետաքրքիր կլինեն, ովքեր որ հետևում են մյուս ալիքին արդեն իսկ տեսել են այս քարտերը, իսկ ովքեր որ ոչ, չի հետաքրքրում է մյուսը, հմսված ընվածը, ապա սա այստեղ կարող եք արդեն տեսնել։ Եվ իհարկե գնայենք առնետներին, տեսնենք ինչ է սպասվում առնետներին նոր քարտերով։ Բացի այն, որ մի փոքր դանդաղ եմ տեղադրում քարտերը, որովհետև դեռ նկարները պետք է հասկանալ։ Ինչ է սպասվում առնետներին հունվարի 23-ին։ Հարգելի առնետներ, այստեղ նոր սեր են, նոր հարաբերություններ, ձեր սերը ոնց որ փոխադարձ է դիմացինի հետ կապված։ Նաև այստեղ գումար կստանաք այդ օրը։ Այդ օրը նաև ձեզ հաճելի անակնկալ է սպասվում, նաև թղթերի հետ կապված հարցերի լուծում կարող են լինել, որոնք որ մնացել էին, դրանք կարող եք լուծել։ Եվ պետք է այնպես անեք, որ այստեղ կարող է նամակագրական կամ ոչ է թղթերի հետ կապված հարցերի լուծում է, միգուցե ձեզ այդքան էլ լավ չեք պահում, որովհետև այստեղ կա մի պահ, որ դուք կարող եք ամաչել ձեր արած քայլից, դրա համար այստեղ պետք է ուշադիր լինել։ Այդ օրը նաև նվեր կարող եք ստանալ, հաճելի անակնկալ, նաև հաջողախոսություններ կարող եք ստանալ ձեր հասցեին։ Եվ ձեզ հանգիստ է հարկավոր, հնարավոր է նաև գնում եք հանգստի, ձեր նյարդերը մի փոքր հանգստանալու կարիք կա, պետք է հանգստանալ։ Այսքանը ձեզ համար։ Այդ օրը կարող է շատ եք աշխատում և կարիք կլինի հանգստանալու։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։
ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին։ Տարվա ծնված ցուլերին հունվարի 23-ին։ Հարգելի ցուլերը, սա տարվա ծնված ցուլերին է վերաբերվում, այդ օրը կարող է գլոբալ ոճը մեծ առաջարկ ստանալ, որը կփոխի ձեր ամբողջ կյանքը։ Նաև այդ օրը սա անկեղծություն է, մարդիկ կլինեն ձեզ հետ անկեղծ, կամ դուք կարող եք անկեղծանալ որևէ մեկի հետ, պատմեք ինչ-որ բանի մասին, կամ ուղղակի ձեր շրջապատող մարդիկ այդ օրը կլինեն ավելի անկեղծ ձեր նկատմամբ։ Այսքանը հուսով եմ ոչինչ բաց չեմ թողել, որովհետև մի քիչ նոր է, հետո կկարողանամ գտնել ճիշտ, ավելի արագ կգտնեմ նկարները։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունվարի 23-ին։
Հարգելի վագրեր, այդ օրը նորություն կլսեք հեռվից, նաև այդ օրը ռոմանտիկ արկածներ կունենաք, այստեղ նաև անկեղծություն կա, եւ նաև այստեղ ինչ-որ դժվար իրավիճակ է, որը կկարողանաք դուք դուրս գալ, հա, խոչընդոտները կարող եք հաղթահարել, միգուցե անկեղծությամբ, միգուցե ինչ-որ մեկի հավատարմության շնորհիվ, ինչ-որ կամ հավատարիմ մարդու հետ կապված, այ շնորհիվ կամ նաև այդ կամ անկեղծ պատմում եք դիմացինին եւ նա ձեզ օգտակար է լինում, որպեսզի լուծեք ձեր խոչընդոտները։ Ոչ մտերիմ անձնավորության օրինակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին հունվարի 23-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը ոչ մեկը ունեք, որ կեղծավոր է ձեզ հետ, հա, եկեղեցանի է, որ ձևանում է որպես ձեզ համար լավ ընկեր, նաև այդ օր կարող է ինչ-որ մի բան անեք, որ ամաչեք, նաև սա նոր սիրավեպ է, այսինքն նոր սկսվող սիրավեպ է, հա, ռոմանտիկ արկած է, նաև այդ օրը նոր հոբիով կզբաղվեք, ինչ-որ մի բան ձեզ կարող է գայթակղել եւ հա կամ նոր ինչ-որ մի բան կարող է գտնել ձեզ համար եւ դրանով զբաղվել այդ օրը կամ ձեզ համար ձեր մեջ նոր տաղանդներ բացահայտեք։ Նաեւ բնակության վայրի փոփոխություն այդ օրը կամ գուցե տան հետ կապված ինչ-որ պահեր են, հա, ամենայն դեպս ինքը բնակության վայր է, բայց ինձ թվում է ոչ բոլորի հետ է դա։ Կարող է տան մեջ ոչ այստեղ հոբի եք որոշում եւ անում եք, օրինակ ինչ-որ գործեր եք որոշում, որ տան մեջ անեք։ Կամ ձեր հոբին զարգացնել, ձեր հոբին դարձնել բիզնես։ Եվ այդ օրը ձեր ընկերների հետ կլինեք եւ շատ լավ ժամանակ կանցկացնեք։ Այսքանը ձեզ համար միգուցե այնտեղ ինչ-որ ռոմանտիկ արկածներ, միգուցե ինչ-որ մեկն է այնտեղ հանդիպում։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։
Ինչ է սպասվում վիշապներին հունվարի 23-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը կկարողանաք որոշ խոչընդոտներ անել, ավարտել, վերջացնել, հա, խոչընդոտների լուծում, դե կկարողանաք խոչընդոտները հաղթահարել մի խոսքով։ Նաև այդ օր ինչ-որ մի բան կարող եք անել, որ ճամաչեք, ուշադիր եղեք, նաև անկեղծություն կա, միգուցե ինչ-որ մեկի առջև անկեղծանաք եւ հետո ամաչեք, որ այդ կարգի անկեղծացել եք։ Եվ յուրաքանչյուր բացասական բան ձեր կյանքում կանցնի այդ օրը։ Միգուցե այդ խոչընդոտներն էլ բացասական բան ձեր կյանքում եւ լուծում եք, վերջացնում, ավարտում, հա, անցնում, գնում է դա ձեզանից։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Հայոց հարցն է, քարտերը հավաքել եմ, իպա մաշվելու մի քիչ։ Գնային կոցերի։ Ինչ է սպասվում օձերին հունվարի 23-ին։ Հարգելի օձեր, փոքր դիրքը փոխել եմ, հուսով եմ լավ է։ Այդ օրը խոչընդոտները կհաղթահարեք, յուրաքանչյուր խոչընդոտ, նաև այդ օրը շատ հաճելի հանդիպում կունենաք ոչ մեկի հետ, կարող եք խմել, բայց պետք է այստեղ ուշադիր լինել, որովհետև կարող եք խմել, կորցնել ձեզ եւ նաև վիրավորել մեկը մյուսին, կամ դուք դիմացինին, կամ դիմացինը ձեզ։
Այնպես որ այստեղ եթե սեղանի շուրջ եք նստելու, եթե շատ հաճելի հանդիպում է, ինչ որ միտեղ եք նստելու, կարող եք խմել եւ հետո արդեն իրար վիրավորել։ Այնպես որ պետք է ուշադիր լինել, եթե գիտեք, որ խմելուց հետո կարող եք վիրավորել, ամենայն դեպս այստեղ վիրավորանք կա, թե հիմա այդ հանդիպման ժամանակ է լինելու, թե հետո է լինելու, հա, մեկը մյուսին վիրավորանք է, սա միգուցե դրա հետ կապ չունի, մենք այլ տեղ է դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձերին հունվարի 23-ին։ Հարգելի ձեր, այդ օրը կարող եք մեկը մյուսին վիրավորել կամ կարող է ինչ-որ մի բան է ձեզ ցավ տալիս եւ դուք ձեզ այնպես եք պահում, հետո որ կարող եք ամաչել։ Հա կամ դա ձեզ ցավ տա, թե ինչպես ձեզ դրսևորեցիք այս կամ այն իրավիճակում, ինչ որ սխալ պահեցիք ձեզ նաեւ։ Բայց ամենայն դեպս այն ինչ էլ որ լինի, միևնույնն է ամեն ինչ լավ կլինի։ Պետք է ուղղակի համբերատար լինել։ Եթե ինչ-որ մեկին եք վիրավորել, եթե հա ինչ-որ պահեր են, որոնց որ դուք ամաչում եք, հա, ձեր արարքից այն ինչ-որ դուք արել եք, ապա հետո արդեն ամեն ինչ կարգին կլինի։ Նաև այդ օրը ճանապարհ եք գնալու եւ ճանապարհին բավականին ծախսեր կարող եք անել, գուցե ճանապարհի հետ կապված կարող է լինել կամ ուղղակի, հա, ինչ որ բան կանգնեք, ինչ որ բաներ գնեք, հետո նորից շարունակեք ձեր ճանապարհը։ Եվ նաև այդ օրը պետք է հետևեք ձեր կազմվածքին, քիչ ուտեք, քաղցր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ 7 հարցնա քարտերը հավաքել է, ինչ բան է պետք մտածել։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հունվարի 23-ին։
Հարգելի այծեր, նաև ոչխարներ, այդ օրը նվեր կարող եք ստանալ, ոչ անսպասելի անակնկալներ, հաջողախոսություններ, նաև ճանապարհ կգնաք այդ օրը, կամ կարող է ինչ-որ մարդիկ են գալիս ձեզ մոտ, հա ինչ-որ ճանապարհ է, գուցե, հա, դուք չեք գնում, ձեր մոտ են գալիս։ Նաև այդ օրը ոչ հարցեր կան, որոնք որ մի փոքր դժվար է լուծելը, լուծումը գտնելը մի փոքր կարող է դժվար լինել, դեռ ոնց որ չկա, հա, այդ օրը։ Խճճված իրավիճակ է, հա, նմանատիպ ոչ պահ է։ Նաև հաճելի հանդիպում այդ օրը կունենաք, միգուցե ճանապարհ եք գնում, որպեսզի հանդիպեք, այստեղ կարող է ժամադրություն է եւ այլն։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք այդ օրը։ Եվ ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, այստեղ արևն էլ կա։ Միգուցե պետական հիմնարկության հետ է կապված, միգուցե հաճելի հանդիպման, հա, եւ այլն, այստեղ հետաքրքիր անակնկալներ կան, դա հենց ձեզ համար սպիտակ շերտի սկիզբ է եւ նաեւ ուրախ պահեր։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հունվարի 23-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը նոր հոբի կարող եք որոշել ձեզ համար, միգուցե նաև շատ լավ լուր ունեք, միգուցե կապված է նաև ձեր նոր հոբիի հետ, ձեր նոր աշխատանքի հետ, այն ինչ որ դուք ուզում եք անել, հա, միգուցե ինչ որ բան եք որոշել, դրա հետ կապված ոչ է լավ նորություն։ Կամ ոչ է նորությունից հետո, լավ լուրից հետո կարող եք զբաղվել ձեր հոբիով, հա, կարող սպասում եք ինչ որ մի բանի։ Նաև այստեղ խոչընդոտներ կարող են լինել այն մարդիկ, ովքեր որ ձեզ այդքան էլ շատ չեն սիրում, հա, ինչ որ բամբասկոտ մարդիկ են, բայց դուք կկարողանաք հաղթահարել իրենց, կարողանաք լուծել բոլոր խնդիրները, որոնք որ կան ձեզ մոտ։ Նաև ճանապարհ կգնաք այդ օրը կամ միգուցե հանգստյակ որոշում գնալ, միգուցե պետք է հանգստանալ, միգուցե բավականին հոգնած կլինեք այդ օրը, հա, եւ հանգստի կարիք կունենաք։ Միգուցե նաև որոշում եք գնալ ոչ միտեղ հանգստանալով։ Եվ իհարկե անկեղծ կլինեք ոչ մեկի հետ, միգուցե անկեղծ խոսակցություն է, սա նաև անկեղծություն է, ձեր շրջապատի մարդիկ ձեզ հետ կլինեն ավելի անկեղծ, ավելի բարի, ավելի բաց։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք քաղաքներին։ Ինչ է սպասվում աքաղներին հունվարի 23-ին։ Հարգելի առնետներ, օհ, առնետ եմ այստեղ տեսնում, առնետ եմ ասում, հարգելի աքաղներ, այդ ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կգան, եւ այս առնետները, որ այդքան ինչ շեղեցին, դա նշանակում է մարդիկ են, ովքեր որ ձևացնում են ձեզ որպես ձեր ընկեր, բայց ընկեր չեն։ Երկերսանի մարդ է կամ թշնամի է ձեզ, ով որ ձեզ այդպես դրամ ցույց է տալիս, որ ձեր ընկերն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին հունվարի 23-ին։ Հարգելի շներ, այդ օրը ձեզ սպասվում են նվերներ, անակնկալներ, հաճելի պահեր, հաճախոսություններ նաև, կարիերայի բարձրացում կարող է լինել, ոմանք ընդունում են աշխատանքի կամ աշխատանքի մեջ է դա տեղի ունենում, որ օրինակ լավ եք արել այս կամ այն աշխատանքը եւ ձեր մասին է խոսում։ Ամենայն դեպս ձեր այն ինչին որ արժանի եք աշխատանքի վայրում, դա կարող են քննարկել։ Նաև նոր սեր ոմանց համար փոխադարձ է սերը կամ նաև դա կարող է լինել
ձեր աշխատանքի վայրում, հա, ամեն մեկը իրար հետ ավելի լավ է, նաև դա կարող է լինել սիրային առումով, հա, որ մեկը մյուսին ավելի շատ եք սիրում, այդպես։ Նաև այստեղ ունենք ինչ-որ իրավիճակ, որը որ կպարզվի և ամեն ինչ ոնց որ կբացահայտվի, հա, այդպես։ Եվ եթե խոչընդոտներ կլինեն դրանում, ապա այդ խոչընդոտները կկարողանաք հաղթահարել։ Միգուցե ինչ-որ բաներ են, որոնք որ խոչընդոտներ էին ձեզ համար, դա է բացահայտվում, եւ դա կկարողանաք լուծել անել յուրաքանչյուր խոչընդոտ այդ օրը։ Նաև ձեր ընկերների հետ, ընկերուհիների հետ շատ լավ ժամանակ կանցկացնեք, կհանդիպեք եւ լավ ժամանակ կանցկացնեք։ Նաև այստեղ ինչ ունենք եւ լավ նորություն կլսեք այդ օրը։ Միգուցե լավ նորություն ընկերների մասին է, միգուցե աշխատանքի մասին եք լսում, միգուցե այդ իրավիճակի բացահայտման մասին եք իմանում, հա, որ վերջը դա բացահայտվեց եւ պետք է կամ լուծեք այդ հարցը կամ եւ այլն։ Սա նաեւ ընկերներ ավելորդ ծախսեր է դա, որոնք որ կարող եք անել այդ օրը։ Չնախատեսված ծախսեր են։ Միգուցե սիրելիի համար է նախատեսված, միգուցե հարազատ մարդկանց հետ համար կարող է հյուր են գալիս, թե այստեղ հյուրը չկա, բայց դա կարող իրանց վրա եք ծախսում գումար։ Նվերների վրա կարող եք նաև ծախսել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին հունվարի 23-ին։ Հարգելի վարազներ, այդ օրը կարող է ինչ-որ մի բան անեք, որից հետո որ դուք կամաչեք ձեր արած քայլից, ձեր այդ պահվածքից նաև։ Եվ այդ օրը պետք է զգույշ լինեք, ձեր մեջքի հետևում ինչ-որ մի բան է կատարվում, բայց նաև անկեղծություն է, սա կարող է ինչ-որ մեկը անկեղծանալ եւ ասել, որ գիտես, այնտեղ քո համար ինչ-որ մեկը ինչ-որ մի բան է անում, կամ դա կարող է լինել ձեզ համար մտերիմ անձնավորություն, ով որ ձեզ կարող է ասել, որ գիտես, ինչ-որ մի բան է կատարվում քո մեջքի հետևում, կամ հենց ինքն է անում դա, դուք մտածում եք ինքը անկեղծ է, բայց ոչ, հա, անկեղծ ձեզ համար ինչ-որ մի բան է անում, բայց ոչ, ինչ-որ բան է հետևում թաքնված։ Նաև այդ օրը նոր սեր է, նոր հարաբերություններ է, շատ սեր կողքից կարող եք ունենալ, կողքից շատ սեր ստանաք նաև դիմացինից, նաև ձեր զգացմունքները փոխադարձ են ձեր եւ զույգի հետ կապված եւ ձեզ շատ հաճելի անակնկալ է այդ օրը սպասվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Այստեղ կարծես թե սա էլ կա, սա նշանակում է եւս սեր, այդպես զգացմունքներով ռոմանտիկ սեր։